Ողջույն հայրենակիցներ, Alpha News-ի Լոս Անջելեսյան տաղավարում այսօր համահայկական մի քանի թեմաների շուրջ զրուցելու եմ Հայ դատի գրասենյակի Արևմտյան գրասենյակի գործադիր խորհրդի անդամ պարոն Գևորգ Հակոբյանի հետ։ Ողջույն, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք։ Մեր եթերում դուք եղել եք, մեր հեռուստադիտողներից շատերը գիտեն ձեզ որպես նաև իրավաբան եւ նաև ALC մեկ այլ հայկական կազմակերպության անդամ, տնօրենների խորհրդի անդամ եւս։ Եվ ուզում եմ սկսենք Հալեպից, Հալեպի հետ կապված դարձյալ մենք հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ դուք Հալեպից եք, Հալեպի համալսարանն եք ավարտել եւ լավ տեղյակ եք։ Օրերս ուրեմն տեղեկություններ եկան Հալեպից, Սիրիայից, որ այնտեղ ինչ որ խառը իրավիճակ է, ինչ կարող եք մանրամասներ հաղորդել մեզ եւ նաեւ կարծեմ ընտրություններ է եղել։ Այո, նախ բարի երեկո, շնորհակալություն այս հրավերին համար։ Ուրեմն Սուրիո մեջ անցնող օրերուն բավական զարգացումներ կային եւ քաղաքական եւ ապահովական իմաստով քաղաքացիական կետնի վրա առաջին անգամ լալով իշխանապողութենեն յետ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, երկար սպասված խորհրդարանական ընտրություններ, որոնք հիմնված էին անցումային սահմանադրության ճշտած օրենքներուն վրա, բավականին դարբեր էր այս անգամվա ընտրությունները փախտած նախորդ 60 տարիներու մեջ Սուրիո մեջ ընթացող ընտրություններուն հետ եւ այն իմաստով որ ուղագի ընտրություններ չէին, այլ անուղագի ընտրություններ էին եւ 210 երեսփոխանները փաղացած խորհրդարան մեջտեղ պիտի կա եկողորերուն բավական խոցելի գեդեր կան կամ երևույթներ կան այս ընդրական գործընթացի մեջ օրինակի համար քննադատություններն մեկը այն է որ երկրի անցումային նախագահը պիտի ճշտե մոտավորապես 30-100-ը, այսինքն 210 հոգին, 70 հոգին նախագահային կողմի ուղղակիորեն պիտի նշանակվի ընտրություն է, իսկ մնացյալ 140-ը քաղաքներու մեջ, այսպես խառն համագարկ է եւ նաեւ ներկայացվածության ժողովրդական ներկայացության իմաստով քննադատություններ կան այդտեղ, օրինակի համար 210 երեսփոխաններեն միայն երկուքը քրիստոնյա են, իսկ գիներու ներկրավվածության բարակային միայն 3/100-ը այսօրվա թրությամբ նկատի չարած նախկային կողմի նշանակվելիքները միայն 3/100-ը գին ներկայացուցիչներ էին։ Իսկ հայեր կան այդ ներկայացուցիչները։ Ոչ, այս բահի թրությամբ չկան եւ Terevs նախագահի նշանակած ցանգին մեջ լան, բայց իմ դերգություններովս այս բայ դրությամբ չգան գրնալալ որ գսխալիմ եկող օրերուն ավելի գստականա, որովհետև դեր հստակ չեն արդյունքները եւ վերջնական պատկերը խորհրդարանին։ Ապահովական կետնի վրա վերջին քանի օրերուն քյուրդերու եւ Սուրիա ներկա անցումային իշխանության միջև բավական լարվածություն կար, այդ լարվածությունը հասավ փախումներու Հալեպի մեջ, հատկապես հոկտեմբեր 5-ի գիշերը հայահոց շրջաններու շատ մոտ թաղամասերու մեջ ավելի քան 3 ժամ տևող հրացանացկություն տեղի ունենալ է յետ գացությունը կհանդարտի եւ այսօրվա թրությամբ հոկտեմբեր 6-ի թրությամբ համացանության գասնին Դամասկոսի իշխանությունները կասդի ղեկավարության հետ եւ գվերաթարնան ըստ երևույթին մարտին դեղի ունեցած համացանության պայմաններուն խնդիրը նաեւ գվերապերի դերզորի մեջ քյուրդերուն այսօրվա ունեցած թիրքին եւ կարողություններուն եւ քարյուղի մատակարարումին եւ քարյուղի այդ քարյուղի հետ կապված խնդիրներուն, ինչպես նաև թրքական կորձոնին, սակայն քանի ժամ առաջ հայտարարեցին, որ արդեն համացանության հասած են, համացանություն կնքված է եւ հույսով են, որ նման անվտանգային խնդիրներ չեն գտնվի։ Հայ համայնքը այժմ անվտանգ է ավելի։ Այո։ Շատ լավ, հիմա գանք մեր թեմաներին, այսպես Կալիֆոռնիայից սկսենք։ Երեք թե վերջին 2 օրերին մենք համացանցում հաճախ այսպես հանդիպեցինք որոշ տեղեկություններ կապված Կալիֆոռնիայի սենատի ընդունած օրինագծի հետ եւ մեր հայրենակիցները նաեւ Հայ դատի գրասենյակը դա հաջողություն է համարում խոսքը մի օրինագծի մասին է, որը որ
այսպես ասենք, թույլ կտա մեզ իմանալ որքան հայ է ապրում։ Ես այդպես հասկացա ամբողջ օրինագծի բովանդակությունից ի վերջո Կալիֆոռնիայում։ Կարող եք մանրամասներ եւ Գևին Նյուսոմը արդեն ստորագրել է օրինագիծը, նահանգապետը այն դարձել է օրենք։ Ինչ է տալիս մեզ դա։ Շատ կարևոր ձեռքբերում է հայության եւ ընդհանրապես միջին արևելքի եւ հյուսիսային Աֆրիկայեն եկող կամ քաղտող համայնքներուն համար, որոնք Կալիֆոռնիա նահանգի մեջ կապրին, պետք է ասեմ, որ մենք հայտարարի գրասենյակը 2 տարի այս ծրագրի վրա աշխատեինք եւ մենք հույսով էինք, որ այս օրինակիցը կընդունվի եւ օրենքի կվերածվի եւ 2026-ի հունվարենը սկսյալ, իսկ կարգմբարականներու 2027-ի հունվարենը սկսյալ բոլոր տեսակի նահանգային եւ դեղական հայդերուն, թիմումնակրերուն, ընդրություններուն, ուր որևէ մեկ դեղ գնշվի թե պետք է նշել քու ասկությունդ եւ կամ քու արմատներդ, մենք նշում ենք այլ կամ սպիտակ կամ ասիացի եւ այլն չգար այն կատեգորին, չգար այն բաժինը, ուր մենք կրնայինք նշել, թե մենք ասկությամբ հայ ենք։ Հետևաբար նոր ենթակլուխը ճշտվեցավ այդ ասկության եւ ցեղերու ենթակլուխին մեջ, ուր գճշտվի մենա դարաձաշրջանը, այսինքն միջին արևելք եւ հյուսիսային Աֆրիկա ապրիգե դարաձաշրջանը եւ այդտեղ մենք պիտի կարողանանք նաեւ մեր ասկությունը նշել։ Այս մեկը ընկերային հավասարության եւ ընկերային արդարության դիտանկյունեն շատ կարեւոր ձեռքբերում է, որովհետեւ գրնա ուղղագիորեն նպաստել մեր դեսանելիության բարձրացման, հնարավորություններ կստեղծե գրթական, ֆինանսական, տնտեսական ընկերային ոլորտի ծառայություններուն մեջ, ինչպես նաև ամենեն բարձ օրինակը շատ ավելի թյուրությամբ կարելի է հայերեն լեզվի հետ կապված նեցուկ ստանալ կառավարական պետական օժանդակություններ, ծրագիրներ որդեգրել, ուր դպրոցներում մեջ կամ պետական հաստատություններում մեջ հայերեն լեզուն նաև իր Այսինքն եթե մենք ընդհանուր պատկերացում ունենանք, թե որքան հայ է բնակվում օրինակ Կալիֆոռնիայում, դա ավելի ազդեցիկ կդարձնի մեր ձայնը, դրա մասին է խոսքը։ Բնականաբար, եւ մարդիկ գիտեն, որ հայեր կան, բայց թե որքան են նրանց թիվը կամ ինչ ազդեցություն նրանք ունեն, չգիտեն։ Հիմա ավելի բարձ կդառնա։ Ավելի բարձ կդառնա եւ նաեւ հնարավորություններու իմաստով մենք մեր բանջները ներկայացնելու իմաստով շատ ավելի լայն արիտներ կունենանք եւ նաեւ մեր գշիրկը կբարձրացնենք ներքին քաղաքական քաղաքացիական կյանքին մեջ։ Իսկ շանսեր կան, որ դա Կալիֆոռնիայից բացի նաեւ ուրիշ նահանգներ Այսօրվա թրությամբ նահանգային մագարտակի վրա մենա region-ը ներգրավված չէ, սակայն ծրագիր կա, որ այս օրինակը վերցնելով նաեւ պիտի որդեգրվի համաամերիկյան մագարտակի վրա մինչեւ 2030 թվական։ Այստեղ գուզեմ շեշտել կարևորությունը մեր հայրենագիցներուն մասնակցության գծով, քաղաքացիական կյանքի մասնակցության գծով, ընդրություններուն մասնակցելու գծով։ Այստեղ է որ նաև մեր քաղաքական գշիրը եւ քաղաքացիական բարդավորություններու նկատմամբ մեր լրջությունը գծուցաբերենք եւ անոր համար պիտի խնդրեմ մեր հանրութենեն, որ մասնակցին ընդրություններուն, արձանագրվին pedagogan գարույցներու մոտ եւ իրենց քաղաքացիական բարդականությունը կատարեն եւ նաեւ իրենց իրավունքն է, որ Կներեք, օրենքը երբ է ուժի մեջ մտել, արդեն մտել է։ Օրենքը ստորագրված է։ Ընդրություններում եթե մասնակցություն ունենան, արդեն կարող են Հարաճիգային նոյեմբերին է, չեմ կարծել, որովհետեւ հունվար 1-ին հավանաբար սկսի, բայց աբակայի բոլոր Շատ մենք դեռևս առիթ կունենանք պարոն Հակոբյան այդ մասին թերևս մանրամասնելու, նաև բացատրելու մեր համակարգացիներին կամ մեր նահանգի հայ բնակչությանը։ Հիմա մի քանի կարևոր համահայկական օրակարգի մասին եմ ձեզ հարցնել, մասնավորապես վերջին մի քանի օրերի ընթացքում Հայդատի գրասենյակները, հատկապես Վաշինգտոնյան գրասենյակը մի քանի հայտարարություններ տարածեց, սկսենք նրանից, որ նախ ողջունում էին Թրամփ եւ Վենս ադմինիստրացիայի այն դիրքորոշումը, որ իրենք կողմերին նկատի ունի Ադրբեջանին եւ Հայաստանին, ուրեմն կոչ են անում, որպեսզի հարցախցիների վերադարձի իրավունքը պահպանվի եւ այլն, բայց միաժամանակ նաեւ եղավ հայտարարություն Վաշինգտոնի Հայդատի գրասենյակի կողմից, որ քննադատություն էր ուղղված ամերիկյան կոնգրեսում մի նախաձեռնության մասին, որը պատժամիջոցներին էր վերաբերում։ Կխնդրեմ հնարավորինս մեկնաբանեք, թե ինչ նախագիծ է դա
ինչ է ենթադրում եւ գիտեմ, որ կապ ունի Թրիփի հետ, Թրամփի երթուղու հետ, այսինքն հայ-ադրբեջանական վերջերս ստորագրված հուշագրի հետ, խնդրեմ։ Սկսեմ ձեր առաջին մատնանշումեն, իսկապես ողջունելի է, որ Ամերիկայի իշխանությունները հետաքրքրված են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքով, ինչպես նաև ռազմակերիներու եւ բադանտներու վերադարձով եւ բազմամշակութային ժառանգության պահպանումով, սակայն հետաքրքրական է ընդգծել, որ նման թելատրանք չէ ուղղված միայն Ադրբեջանին, այլ ուղղված է երկու կողմերուն։ Նաև Հայաստանին, Անուղագիորեն ասելով թե Հայաստանի իշխանությունները գտերանան այդ գործի մեջ։ Այս մեկը իսկապես խոցելի է, որովհետև եթե բնական դրամապանական պայմաններու մեջ լայնք Ամերիկայի իշխանությունները այդ թելատրանքները միայն Ադրբեջանի կառավարության պետք է ուղեին եւ ոչ թե նաեւ Հայաստանի ներկայ իշխանություններուն։ Իսկ ինչ կվերապերի երկրորդ հարցադրումին, այդ օրինակիցի մասին է, որ քանի օրեր առաջ ներկայացվեցավ կոնգրեսի արտաքին հարաբերություններու եւ ֆինանսներու հանձնաժողովներուն գվերապերի Peace Act գոչեցյալ մեկ օրինակիցը, ուր առաջին հայացքով դերևս շատ ողջունելի մեկ նախաձեռնություն կգտնատվիլ, որովհետև կնպատակադրե պատժամիջոցներու ենթարկել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, եթե Ադրբեջանը անգամ եւս նախահարցակի aggression-ի թիմե հարցակումի թիմե Հայաստանի թեմ եւ գամ այդ համաձայնությունները, որոնք ցերծկած են, չկործատրե։ Այսինքն ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։ Ամերիկյան Եթե օրինակ վաղը Ալիևը որոշեց հարձակվի Հայաստանի վրա, ինչ պատժամիջոցների։ Պատժամիջոցները բազմաթիվ են, Ամերիկայի նախագահի լիազորություններու մեջ կմտնե, սկսյալ ֆինանսական պատժամիջոցներ են, ավարտելով մինչև դեղաշարժի սահմանապահումներ, Ամերիկա մուտքի արգելք, Ամերիկայի մեջ ադրբեջանական եւ կամ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներու գալվածներու կամ տրամային հաշիվներու սահմանապահումներ, այսինքն բավական այսինքն լավ բան է, բայց կա նաեւ մյուս կողմը, որը վտանգավոր է դարձել քննադատության համար, իսկ այդ փաթեթավորված օրինակիցի դակ կան բազմաթիվ այլ վտանգներ, հատկապես 4-րդ section 4-ի 4-րդ բարբերության մեջ նշված այն բարբերությունը, ուր հստակորեն գսե թե անոնք, որոնք թեմ են օգոստոս 8-ի հայտարարության գրնան պատժամիջոցներու եւ քրեական հետաբնդումի ենթարկվին։ Իսկ մեզի համար հայտարարի գրասենյակին համար այս բանացեվը անընդունելի է, որովհետեւ գիսադե նախ կխոսի աբակայի նախահարցակումներու մասին եւ չանդրադառնար թե մինչ այս բահը Ադրբեջանը նախահարցակում կորցատրած է եւ բռնակրաված է Հայաստանի pedagogan սահմաններեն ներս գտնվող դարածներ, միջազգային օրենջանցված դարածներ։ Ոչ մեկ նշում կա Արցախի ժողովրդի վերադարձի գծով, թե ոչ մեկ նշում կա պատմամշակութային ժառանգության պահպանության գծով, ոչ մեկ նշում կա ռազմակերիներու եւ բադանտներու վերադարձը ապահովելու գծով։ Այսինքն այս բոլոր հիմնախնդիրները ցկած աբակայի ուղղությամբ կատարված այս բանացեվը բավականին խնդրահարույց է, նաև դեղմը գրնա արդարացնել Ադրբեջանի մինչ այսօր կորցած մարդկային իրավանց գոբիտ խախտումները եւ հանցագործությունները, ներառյալ մարդկության դեմ հանցագործությունները, բادرազմական հանցագործությունները եւ էթնիկ զդումի ջամփով, ցեղային մակրագործումի ջամփով ցեղասպանական գործողությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Իսկ այն միտքը, որ քննադատելը անգամ գրնա լուրջ քրեական հետաբնդումի ենթարկել եւ խոսքի ազատության, եւ դրամապանության, եւ ազատորեն կոդեսագետը արտահայտելու դիտանկյունեն բավական խնդրահարույց է եւ հույսով եմ, որ այսօրվա իր ունեցած փոխանցագությամբ
չի վավերացվիր եւ օրենքի չի վերածվիր, այլ բարեփոխումներու գենթարգվի ու գներարե նաեւ Սա ընդհանուր նախագիծ է, թե ոչ մեկ չեմ ասում անձը ով է, այսինքն կոնկրետ այդ կոնգրեսականը ես նայեցի։ Երկու կոնգրեսականներ են, ԻՍԱ եւ դրանք հայկական հանձնախմբի անդամ չեն բնականաբար, բայց հասկանալի է թե որտեղից է գալիս այդ նախաձեռնությունը։ Կարծես թե այդքան էլ ադրբեջանամետ էլ չի։ Այսինքն որտեղ կա ինչ-որ քաղաքական շարժումներ բնականաբար կան այդտեղ, մեզ այդքան չի հետաքրքրեր թե ով այդ նախագիծը արժև գքաշե այս բայ դրությամբ բնականաբար հետաքրքրե որովհետև գկիտնաս թե ուր գեգու կա եւ ինչ նպատակներ գեդաբնտե ադրբեջանական լոբիստ չի գալիս եւս, չէ՞։ Ադրբեջանական մաֆիան չի You never know, I would say. Որովհետև այդտեղ լուրջ վտանգավոր թրույթներ կան, իսկ բնականաբար մենք պիտի ուզեինք, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան եւ նաև այդ բոլոր թերագադարները, որոնք կխոչընդոտեն այսօր խաղաղության հաստատումը տարածաշրջանի մեջ, համապատասխան պատժամիջոցներու ենթարկվին եւ պատասխանատվության ենթարկվին իրենց կորձած անցնող դարիներու հանցագործություններուն համար։ Այո, եւ հայդատի հանձնախմբի անդամները տեղյակ են ձեր դիրքորոշմանը եւ բնականաբար այսօր արդեն հայտարարությունալ եւ մենք բնականաբար այս մեր մտահոգությունները կփոխանցենք եւ Armenian Caucus-ին եւ բոլոր այդ կոնգրեսականներուն, որոնք հուսանք կշտկվեն դրանք այդ վտանգավոր դրույթները եւ ինչպես արդեն ասացիք, այդտեղ նաեւ խոսք է գնում այն մասին, որ եթե որևիցե մեկը, օրինակ չգիտեմ, Ամերիկահայությունը, որը Թրամփի գլխավորությամբ այդ հուշագրի ստորագրման դեմ խոսի, կարող է պատժի ենթարկվել, այդպես է։ Այո, այդպես է։ Այո։ Եվ դուք որպես իրավաբան նաև ներկայացնում եք հայկական իրավական կենտրոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների, կուզեի ձեր կարծիքը նաև միջազգային իրավունքի մասնագետ որպես ձեր կարծիքը այն հուշագրի մասին, որը ստորագրվեց օգոստոսի 7-ին Վաշինգտոնում, արդյոք միջազգային իրավունքի տեսակետից դա արժեքավոր փաստաթուղթ է։ Միջազգային իրավունքի եւ զուտ իրավական տեսանկյունեն այդ բարձրապես հրճագակիր է։ Որևէ մեկ հրճագակրի նման իրավական ուժ չունի, ինչպես օրինակի համար միջպետական դաշնակիրը կամ համացայնակիրը, ուր գանցնի վավերացման կորձընթաց է եւ երկար բարակ կորձընթացները գանցնի։ Այդ տեղի ունեցածը հայտարարություն է եւ որևէ մեկ երաշխիք չկա, որ այդ հայտարարությունը իրավականորեն որևէ մեկ երաշխիք չկա, որ այդ հայտարարության գեդերը ամբողջությամբ պիտի իրագործվին։ Ինչպես որ նախաստորագրված այդ պայմանագիրի նախաստորագրումը հետեւյալը կնշանակե, որ երկու կողմերը հասած են բանակցության ավարտին, եւ այլևս այդ բանակցային գեդերուն շուրջ խնդիրներ չունին, կսպասեն հարմար քաղաքական բահուն, որբեսի վերջնականացնեն դաշնակիր այդ նախաստորագրումը Նախաստորագրումը ուժ ունի թե ոչ։ Նախաստորագրումը դարձյալ, եթե քաղաքական պայմանները փոխվին, այդ նախաստորագրումն իր ուժը կրնա գործընծնել։ Հիմնական նախաստորագրումը կսահմանափակե երկու կողմերուն արիտները բանակցության ջամփով համացայնության հասած գեդերը վերադեսության ենթարկելու։ Հիմնականի մեջ այդ է որ կգադարի նախաստորագրումը, սակայն իրավականորեն նույն գշիրը չունի, ինչպես որ եթե իսկապես ստորագրվի։ Իսկ ընդհանրապես գաղափարը Միացյալ Նահանգներին վարձակալության տալ այդ ճանապարհը, որը միջանցք են ադրբեջանցիք շարունակում են անվանել Զանգեզուրի միջանցք, թուրքերն էլ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է անվանել Թրամփի ուղի։ Հիմա այս իրավիճակը ինչի մասին է խոսում, ինչ ձեր կարծիքով սա ինչ է տալիս Հայաստանին եւ ինչ է տալիս Ադրբեջանին։ Բնականաբար Ադրբեջանին գուտա շատ բան եւ դարաձաշրջանային եւ քաղաքական եւ ապահովական եւ նաեւ փանթուրանական ծրագրի այդ նկատառումներն մեկնած, իսկ Հայաստանին գուտա բարձրապես պոպուլիստական մեկ Հայաստանի ներկայ իշխանություններուն գուտա պոպուլիստական մեկ բարենիշը, որովհետև այս բահի դրությամբ
հստակ չէ այս օգոստոս 8-ի հռչակագրի լույսին դակ որտեղ գրված այս Թրամփի ուղիի ղարքավիճակը եւ մանրամասնությունները թեր չեն ճշտված եւ երկու կողմերը արդեն իսկ միջազգային փեմահարտակներու վրա իրար հագասող հայտարարություններ կունենան եւ Փաշինյանը եւ Ալիևը բոլորովին իրար հագասող հայտարարություններ ունեցան ՄԱԳ-ի ընդհանուր ժողովին վերջերս Նյու Յորքի մեջ եւ Փաշինյանը խնդրեց որ Ալիևը բարձապանե այսօր կամ 3 համատուրանական երկիրներու վեհաժողովին դարձյալ Զանգեզուրի միջանցքի մասին խոսվեցավ եւ թեր հստակ պատասխաններ չկան թե եթե հայ օրինակի համար ամբողջական Հայաստանի իշխանություններու կամ Հայաստանի pedagogan գարույցի pedagogan մարմիններու ոստիկանության մաքսային մարմիններու հարգային մարմիններու ճանապարհային ոստիկանության հսկողության դակ պիտի լա այդ մեկը կամ ոչ այսինքն քաղաքական շահարկումները եթե մեկ կողմ տնենք իրավականորեն այս ճանապարհը թեր շատ ճուր ունի վերցնելիք եւ այսօրվնե հստակ քնահատականներ դալը ճիշտ պիտի չլար ամեն բարակայի իրավականորեն շատ խախուտ եւ դգար թիրքի վրա գտնվող մեկ ծրագիր Ձեր կարծիքով Ադրբեջանը եւ Թուրքիան ամերիկյան վերահսկողությամբ ճանապարհը այն է ինչ իրենք ուզում են թե ամեն դեպքում իրենք փորձելու են վիժեցնել այս process-ը եւ ուժով այսպես վերցնել ամբողջ իրենք Զանգեզուր են ասենք Սյունիքը դժվար է կանխատեսումներ եւ արդյոք Թրամփի ստորագրությունը այդ վարչակագրի կամ ուշագրի կարող է նրանց զերծ պահել այդ անելուց այսինքն Սյունիքը գրավելուց ուժով Չմոռնանք, որ Թուրքիան Ամերիկայի մեծակույն դաշնակիցն է Հրեաստանին վերջ տարածաշրջանի մեջ եւ հետեւաբար այդ բոլոր խոսքերը թե այլևս Հայաստանն ալ Ամերիկայի դաշնակիցն է, եթե գշիրքի վրա տնենք Հայաստան, Ամերիկա եւ Թուրքիա-Ամերիկա դաշնակցային հարաբերությունները պիտի տեսնենք, որ այդտեղ հսկա դարբերություն կա։ Բայց տեսեք, ես այդքան էլ չեմ կիսում այդ կարծիքը, ինչ օրինակ Հունաստանն էլ ՆԱՏՕ-ի անդամ է, Թուրքիան էլ, բայց Միացյալ Նահանգները շատ լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ։ Նույնը կարող է լինել Հայաստանի հետ, ինչու՞ չէ։ Նույնը կարող է լինել Հայաստանի հետ, բայց նույնը չէ։ Եվ երկար ճանապարհ կա գդրելիք, եւ նաեւ անոր փոխարեն Հայաստանը ինչ ունի տալիք Ամերիկային, Բացի Ռուսաստանը զսպելու, Ռուսաստանի թերագադարությունը դարաձաշրջանի մեջ նվազեցնելու եւ Թուրքիա ու Ադրբեջանի ջամփով ամերիկյան օրագարկը արժեվ դանելու մեկ հավանականությունը։ Հիմնականի մեջ այս Դիդանգյունեն պետք է նայել այս տարածաշրջանի մեջ ընթացող զարգացումները։ Մեկ կողմեն ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները, Եվրոպա-Ամերիկա հարաբերությունները եւ նաեւ Ամերիկա ու Միջին Արևելք, Ամերիկա եւ Կովկասյան տարածաշրջան հարաբերությունները։ Ինչ կվերապերի ուժով Զանգեզուրը վերցնելու թեև անոր հավանականությունը քիչ կդեսնեմ այս բահի դրությամբ, սակայն ոչ մեկ երաշխիք կա, որ այդ մեկը չբադահի եւ հավանաբար, եթե այդ աշխարհակահաղական բահը հասունանա, ինչպես որ Ադրբեջանը եւ Թուրքիան Թրամփի օրով ոչ մեկ բան խնայեցին եւ Արցախը ցեղային մակրագործումի ջամփով հայաթափեցին ամբողջությամբ եւ պատմության մեջ առաջին անգամ լալով մենք այսօր բռնակրաված հայաթափված Արցախ ունենք նույնն ալ կարելի է այսօրվա դրությամբ ես չեմ տեսներ որևէ մեկ պատճառ որ նույնը չգրտնվի այդ մեկ վգայի որ ոչ մեկ իրավական ուժ ունի հայդարարությամբ ես չեմ կարծեր որ ամերիկյան զորքերը հանգարց պիտի կան Հայաստան եւ պաշտպանեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հարձակումներն իմիջայլոց այս ալ ավելցնեմ որ այս բոլոր տեսակի համաձայնություններում մեջ ոչ մեկ ապահովական ռազմական համագործակցության նշում կա եւ կամ երաշխիք կա այսինքն ամերիկան ոչ մեկ բարդավորություն կվերցնե Հայաստանը պաշտպանելու արդակին հարձակումները շատ լավ եւ վերջին հարցն եմ ուզում ձեզ ուղղել կապված այն process-ի հետ որը սկսվել է արդեն տևական ժամանակ Հայաստանի իշխանությունների կողմից ընդդեմ հայ առաքելական եկեղեցու
եւ նախորդ շաբաթ համոզված եմ դուք եք այսպես ասենք մտահոգված այդ հարցով մենք տեսանք թե ինչպես դատապարտեցին սրբազաններից մեկին եւ դեռ շատերը կարծում են որ այս process-ը երկար ինչպես դուք եք ասում խմորը շատ ջուր է քաշելու եւ ինչ այսինքն մենք արդեն իմունիտետ ունենք այն ինչ կարելի է սպասել եւ արդյոք Թրամփի ադմինիստրացիան տեղյակ է թե Հայաստանի այն իշխանությունը որի հետ ստորագրեց այդ համաձայնագիրը կամ ուշագիրը այդպես դատապարտում, այսինքն հետապնդման է ենթարկում քրիստոնյաներին, որոնց մասին Թրամփի ադմինիստրացիան խոսում է միշտ։ Բնականաբար որ քրիստոնեությունն է հալածանքի տակ։ Այո, բնականաբար Ամերիկայի իշխանությունները դեղյակ են եւ Հայաստանի մեջ գործող տեսփանադունը եւ տեսփանը հաջող հաղորդակցի Վաշինգտոնի հետ, իսկ նաեւ մենք այստեղ Հայաստանի դեսպանը կարծես թե նախորդ իշխանություններից մնացած ավելի այդպես լիբերալ գլոբալիստական ուժերի այդպես են համարում իրենց այսինքն 5 կադր է բացատրեմ բայց նույնպես ներկա իշխանությունները այդքան էլ հետաքրքրված չեն Հայաստանի ներքին քաղաքական կյանքով այնքան ադեմ որ Հայաստանի ներքին իշխանությունները իրենց տարածաշրջանային օրագարկին բավարարություն եւ գոհացում կտան այսինքն որովհետեւ այն սխալ գերց վարգածը գա որ այս քաղաքական հալածյալները ներառյալ առաջնորդ սրբազան հայրերը կպատրաստվեին իշխանապողություն ընելու աբորինի գերբով կամ նույնիսկ ահաբեկչություն ծրագրելով որբեսի պրոռուսական իշխանություն մկա Հայաստանի մեջ այս վարգածը ինքնին Ամերիկայի իշխանությունները ներգացության կմատնե եւ ավելի իսկուս կմոտենան դադարելու հարցով դժբախտաբար քաղաքական վերլուծություն է եղածս եւ իրավական չէ որովհետեւ իրավականորեն գդարվածը լուրջ քաղաքական հալածանք է քաղաքական բռնաճնշում է ժողովրդավարական գարկերու անգում է խոսքի ազատության քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներու ոտնահարում է Շատ շնորհակալ եմ Պարոն Յակոբյան հետաքրքիր զրույցի համար ձեզ հաջողություն եմ մաղթում եւ հետեւենք զարգացումներին Շնորհակալ Այսքանը սիրելի այնակիցներ իմ զրուցակիցն էր ԱՄՆ Հայդատի Արևմտյան գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ Գևորգ Հակոբյանը, դոկտոր Գևորգ Հակոբյանը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք